Նորապես Գյումրու մասին։ Հիշում եք Գյումրու թիմ ընտրություններից հետո ընդդիմությունը պարբերաբար թմկահարում էր, որ հաղթել է քաղաքացիական պայմանագրին։ 4 քաղաքական ուժով, իդեպ այստեղ բանալի բառը 4-ն է, մի կերպ իշխանություն վերցրեցին Գյումրիում եւ ինչ եղավ, կես տարի չդիմացան այդ իշխանությանը։ Քաղաքապետի աթոռին նստելուց ուղիղ կես տարի հետո կոմունիստ վերադասավորված Վարդան Ղուկասյանը թաթախվեց կոռուպցիոն գործարքի մեջ։ Անց 1 տարի քաղաքացիական պայմանագիրը համապետական ընտրություններում հաղթում է ընդդիմությանը, այն ընդդիմությանը, որը տենչում էր, երազում էր Գյումրի 2 սցենարի մասին։ Եվ հենց Գյումրիում տապալվեց ձեր պլանը։ Ձեր տեղական առաջնորդները նույնիսկ իրենց թաղերում պարտվել են քաղաքացիական պայմանագրին։ ԿՊ Գյումրիում մոտ 51% ձայն է հավաքել։ Ինչու այդպես ստացվեց։ Որովհետև դուք խաբել էիք ընտրողին։ Դուք նրա գլխին Վարդան Ղուկասյանին կարգել էիք քաղաքապետ եւ գյումրեցուն ասել էիք, որ դրան է արժանի։ Հենց դրա համար Գյումրիում պիտի անցկացվեն ավականու արտահերթ ընտրություններ, ու պատճառը միայն դա չէ։ Գյումրիում կառավարման խորը ճգնաժամ կա, թափառող կենդանիներ, վատ աղբահանություն, մշտապես ծխացող աղբավայր, տրանսպորտի անհասանելիություն, երեկոյան ժամերին դեսք փողոցների մասին լռեմ։ Եվ այս ամենը հետևանք է մեկ բանի, կառավարման տոտալ անկարողության, ինչին Գյումրին արժանի չէ։ Իդեպ Գյումրիում 180 վերանորոգված փողոց կա, որից 143-ը վերանորոգվել է 2018-ից հետո, իսկ այն 37-ը նախորդ կառավարությունների ժամանակ, այն կառավարությունների, որոնք Գյումրուց հանել էին աղետի գոտու եզրույթը եւ հռչակել զարգացման գոտի, այդպես էիք զարգացնելու Գյումրին։ Կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ թվականից է մեկնարկել Գյումրու զարգացումը եւ երբ է դրա հիմքը դրվել։ Բա իշխանություն եք հիմա Գյումրիում, ծաղկեցրեք քաղաքը, ով է ձեզ խանգարում։ Ու հիմա, երբ ձեր կառավարման ձախողումների եւ կոռուպցիոն գործերի մասին ենք խոսում, երբ դրանք ջրի երես են դուրս գալիս, դուք սկսում եք ձեր լացուկոցը։ Սկսում եք հայտարարել, թե իբր ենթարկվում եք քաղաքական հետապնդումների։ Բայց սա քաղաքական հետապնդում չէ, այլ մենք ձեզանից պահանջում ենք քաղաքական եւ իրավական պատասխանատվություն։ Դուք չեք կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ Հայաստանի Հանրապետությունում այլևս չկան անձեռնմխելի քաղաքապետեր կամ պաշտոնյաներ, ովքեր համայնքի կամ երկրի բյուջեն կարող են շփոթել իրենց սեփական գրպանի հետ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության որդեգրած առաջնահերթություններից մեկը համայնքների համաչափ զարգացումն է, սուբվենցիոն ծրագրեր, վարչատարածքային բարեփոխումներ, պետական աջակցության տարբեր ծրագրեր, խելացի անասնաշենքերի կառուցման, ինտենսիվ այգեգործության, լիզինգային արտոնյալ պայմանների տրամադրման տեսքով, ենթակառուցվածքների զարգացում, նոր դպրոցներ, նոր մանկապարտեզներ, լայնածավալ ճանապարհաշինարարություն։ Մենք խնդիր ենք դրել Հայաստանի գյուղերը հանել ցեխի միջից։ Ամոթել է ասել, դուք այնքան վատ եք կառավարել կամ կներեք բառիս համար, այնքան եք քերել պետական միջոցները, որ նույնիսկ լուսավոր 21-րդ դարում դեռ ցեխից հանելու բան կա։ Ովքեր են ձեզ սովորեցրել չսիրել Հայաստանի Հանրապետությունը եւ ինչու չեք սիրել Հայաստանի Հանրապետությունը։ Այստեղ վերջին օրերին շատ խոսվեց մեր գաղափարական տարբերությունների մասին, դուք Հայաստանը տեսնում եք փակ տուփի մեջ, մենք Հայաստանը բացում ենք աշխարհի առաջ։ Եվ այն թեզը, որը մշտապես մենք կրկնում ենք մեկից կախվածությունը փոխարինել շատերից կախվածության, մենք փորձում ենք այդ մեկից կախվածության ողնաշարը կոտրել։ Պարոն Ղազինյան, անդրադառնամ նաև ձեզ, պարոն Մինասյանը ձեզ շատ հստակ հարց տվեց, որ Հեցի Ղարս մասնաճյուղից հող է օտարվել եւ դա դարձել է այդտեղ վեր է հառնել, վեր է խոյացել ռեստորան։ Դուք նշեցիք, որ տեղյակ չեք,
իրականում վատ է, որ տեղյակ չեք, բայց նույնիսկ եթե տեղյակ չեք, ապա ո՞րն է ձեր գնահատականը։ Ի վերջո լավ են արել, թե վատ են արել, երբ ռազմավարական նշանակության օբյեկտից հող են օտարել։ Դուք ամեն դեպքում պիտի գնահատական տաք այդ երևույթին։ Շատ հասկանալի էր ինձ համար, բայց այսօրվա դիրքավորումը մեղմ ասած ինձ համար արդեն անհասկանալի էր, որտեղ իրերին նույն թրիփի հետ կապված։ Դուք խոսում եք մի բան, մեկ խոսում եք, որ դա ճանապարհ է, բայց սենց արդեն հենց տեղիցս մի փոքր սկսում եմ ուրախանալ, մեկի ասում եք, բայց դե իհարկե դա լավ բան չի, լավ կլիներ, որ դա ընդհանրապես չներ, բայց դա մեր երկրի համար մեծ ձեռքբերում է, դա անհրաժեշտություն է, դա ես կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչպիսի թրիփը մեր համար ձեռքբերում է ու առաջնահերթություններից է, որ պետք է իրականացնենք։ Եվ մի փոքր մեր հայ իրականության մեջ ուզում եմ տխուր պատմություն պատմել, մի սրիկայի պատմություն եմ ուզում պատմել, ուրեմն լինում է մի սրիկա, որը ազգությամբ հայ է լինում։ Այս սրիկան ոչ ավել, ոչ պակաս ցանկանում է հայ զինվորի, լինելով հայ զինվորի մահը։ Ու անցնում է ժամանակ, այս սրիկային վերցնում են, ընդգրկում են ցուցակում պատգամավորական, ու այնպես է ստացվում ձայների բաշխվածությունը, որ դառնում է պատգամավոր։ Այս անձը չի բավարարվում իր հայտարարություններով, երբ որ իրեն հորդորում են, որ գա ներողություն խնդրի, ոչ մեզնից, լիրա ոչ մեզնից, այլ այն մարդկանց, ում ինքը վիրավորել է իրենց հարազատներից, ոչ ոք չի խնդրել, հա, որ մեզնից ներողություն խնդրեն, որպեսզի նաև ինչպիսի միջավայր ստեղծվի, որ կարողանանք նաև բարեկրթության սահմաններում կարողանանք քաղաքական թեմաներով խոսենք, բայց չափերը ավելի է անցնում սրիկան եւ խոսում է մարտի 1-ից։ Մարտի 1-ի ողբերգությունը համարում է բրենդ։ Ես չեմ կարող սրան չանդրադառնամ, եթե ու մի հատ էլ հա նոր ներողություն խնդրելու մարդիկ են հա առաջանում, ովքեր մարտի 1-ի ողբերգության հետևանքում ունեն զոհեր։ Բայց ես իհարկե այլևս չեմ ակնկալում, որ այստեղից կհնչի ներողություն։ Եվ այսպիսով ասածից ինչ է, շատ վատ է, որ մենք հայ իրականության մեջ, հայ քաղաքական իրականության մեջ ունենք այդպիսի սրիկա, ես չեմ ուզում անդրադառնալ նաև այլ այս ընթացքում եւ մինչեւ պատգամավոր դառնալը արտահայտություններին, բայց պարոն Կարապետյան, ես իսկապես հույս ունեի երեկվա ձեր խոսքից, որ դուք իսկապես կհարթեք իրավիճակը, բայց այսօրվա այդ առանց բացատրությունների ձեր վարքագիծը, ձեր դիրքավորումը իսկապես ինձ անհանգստություններ է պատճառում եւ ես ինքս անձամբ չեմ պատկերացնում բարեկրթության սահմաններում տարբեր, հա, օրինակ ինչպես Տիկին Յոլյանի հետ մենք քննարկում ենք, օրինակ սոցիալական հարցեր, իրար թե անմիջապես չէ, բայց տարբեր ելույթների ընթացքում իրար արձագանքելով ես չեմ պատկերացնում մեկ անձի հետ։